Անտառում ուրիշ դատարանում էլ էլի կալանքի հարցերը քննվի։ Դե իշխանությունները ունեն, չէ՞, սրտի դատավորներ կալանքի են։ Նախկին Հանրապետություն կուսակցության մի հատ կարկառուն դատավոր կա։ Տեսնենք։ Հիմա գնալու եք դատարանների մոտ։ Վստահաբար մեր հայրենակիցները շատերը մենք էլ այդ թվում լինելու ենք դատարանների մոտ։ Հիմա որ տեղափոխեցին, տեղյակ եք բան։ Չէ, ամենահավանականությամբ արդեն դատարան։ Որտեղ 12 ժամվա ընթացքում կալանքի հարցը պետք է քննարկվի։ Նորքի զանգված ավան նստավայր։ Դաշնակցականներից հիմա քանի հոգի աբերման ենթարկված է։ 3։ Մյուսները սրբազան պայքարի ներկայացուցիչներն են մյուսները։ Բոլորն էլ ակտիվ քաղաքացիները 4-5 տարվա պայքարի մեջ բոլորն էլ եղել են։ Իմիջած լրագրողը դեռ հայտի չի։ Իմիջած լրագրողներին տեղեկացնեմ, որ նոր լրահոսում տեսա քնչականը բանա օնլայն ռեժիմով ձեր հացին վայիս ալինում այդպես ասեմ, քնչականը դառել է լրատվական եւ այն զենքերը որ ցուցադրել է, այդ զենքերի մեջ կան ակին առնվազն 1-2-ը ես գիտեմ որ տղեկի մոտից վերցրել են օրինական զենքեր են։ Վաու, անօրինական որևէ բան չկար դրանց մեջ։ Պարոն Մանուկյան, մի ցուցակ է հրապարակվել, որտեղ կառավարության կազմ է ներկայացված։ Այս մասին ինչ կարծիք ունեք։ Նայեք, մեկը միշտ պետք է գործընկեր եմ դիմում նաև ձեր։ Դուք այդ ծառայամիտ քննիչների խոսնակները չեք։ Իրենք ձևակերպում են, որ գաղտնիություն է։ Գաղտնիությունը նշանակում է քրեական գործի որևէ փաստական տվյալ չեն հրապարակում, բայց իրենք ամբողջությամբ աշխատում են մանիպուլյացիայի մեջ։ Որևէ ձայնագրություն, որևէ փաստաթուղթ, որ հրապարակում են, որևէ մեկի համար հիմք չպետք է լինի, սիրելի գործընկերներ։ Մինչև դուք չպարզեք հաստատապես ձայնագրությունը, փաստաթուղթը, որևէ մի բան հիմք չպետք է լինի, որտեղ այս իշխանությունը նրան ծառայողները այնքան կեղծիքներ են արել։ Ես այսօր գործընկերներին մի օրինակ եմ ասել։ Մի տարի առաջ Ղևոնդյան Հրաչ անունով քաղաքացուն ձերբակալին հանրային եթերով, լուրերով, Լևոն Քոչարյանի անուն իբր ձայնագրություններ, իբր էլի մահափորձ էր ինչ էր։ Մի տարի անցել է, մեկը դեռ գնացեք հարցրեք, ինչ եղավ։ Գործը կարճել են 0։ Իսկ քննական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ Լևոն Քոչարյանի անունը ևս կար, խոսել եք իր հետ։ Ապուշ։ Նորից եմ կրկնում, քննչական կոմիտեն, այն քննչական կոմիտեն, որ ես եմ տեսնում, թե ինչպես է ծառայում։ Մի փաստ մենակ, Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի դահլիճում նստած, այս ստատուս գրելուց հետո քննչական կոմիտեն քրեական գործ է արում, այնտեղ քննչական կոմիտե չկա։ Պագոն չկա, ուսադիր չկա եւ ուսադիրի պատիվ չկա։ Այնտեղ կա լոկ մեկ բան՝ ծառայություն։ Ժամանակավոր է իհարկե, բայց ծառայություն։ Թող տեսնեն այսքան այդ նույն քննիչները այսօր թող մեկ էլ հարցնեն, բա Արգիշտի Քյարամյանը ուր է։ Սասուն Խաչատրյանը ուր է։ Ուր է։ Հիմա քննչական կոմիտեի կեղծ քրեական գործերով արդեն տուժողների, ամբաստանյաների որպես փաստաբան շահերն են պաշտպանում։